Ազգային ժողովը արտահերթ քննարկում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է 183 օրյա ցենզ սահմանել ընտրություններին մասնակցելու համար։ ԿՊ խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանը պնդել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է ընտրական գործընթացների նկատմամբ պատասխանատվությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, հղում անելով ընտրությունների ժամանակ նկատված ակտիվությանը։ Ի պատասխան Հայաստան դաշինքի падգամավոր Արծվիկ Մինասյանը կտրականապես դեմ է արտահայտվել նախագծին, այն որակելով հակասահմանադրական։ Նա շեշտել է, որ սահմանադրությամբ ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակված է միայն ծանր հանցագործությունների դեպքում։ Տիկին Ղազարյան, հիմնարար սխալ եք թույլ տալիս, երբ որ ասում եք տեղական ինքնակառավարման մարմնի։ Նախ տեղական ինքնակառավարման մասով սահմանադրությունը նախատեսել է այդպիսի հնարավորություն։ Ազգային ժողովի ընտրությունների համար չկա այդ հնարավորություն նախատեսած։ Չգիտեմ ձեզ ով է այդ իրավական խորհրդատվությունը տվել։ Սա կատարյալ իրավական տեսակետից ներողություն բարձրանում, բայց ճշգրիտ պիտի գնահատեմ։ Անգրագիտություն է։ Այնուհետև եզրափակիչ ելույթի ժամանակ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ազգային անվտանգության տվյալները, որը հանձնել էր սահմանադրական դատարանին, այն մասին, թե քանի հոգի է եկել Հայաստան վերջին ժամանակահատվածում։ 25 թվականին ընդհանուր ասեմ, որ ավելի հեշտ լինի։ Այցելել են 154115 անձ, 26 թվականին այցելել են 157048 մարդ, տարբերությունը 2933։ Պաշտոնական ցուցանիշն է ԱԱՑ-ի տված մայիսի 25-ից մինչև հունիսի 20, ընդ որում առանձին նաև տարբերակումներ է տված, ես սա պաշտոնապես կուղարկեմ նաև ձեզ էլ։ Նաև ելքի ցուցանիշները 26 թվականին միացյալը 152078 մարդ, 25 թվականին 149074 մարդ, 3004 մարդ տարբերություն, սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր էր նաև սահմանադրական դատարանում հասկանալ ի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի շարունակի պաշտոնավարել օրենսդիր մարմնում եւ չի վերցնի падգամավորական մանդատը։ Սիմոնյանը նշել է, որ ցանկություն ուներ շարունակել աշխատանքը, հաշվի առնելով իր 5-ամյա փորձն ու պատմական ժամկետը, սակայն կուսակցական որոշումը եղել է հակառակը եւ ինքը ենթարկվում է վարչության դիրքորոշմանը։ Նա շեշտել է, որ թիմից նեղվածություն չունի, իսկ որոշումը պայմանավորված է աշխատանքային պրոցեսի անխուսափելի փոփոխություններով։ Խոսելով ապագա անելիքների մասին Սիմոնյանը տեղեկացրել է, որ մտադիր է ժամանակավորապես դադար վերցնել, նշելով հանգստի կարիք ունի, ինչպես նաև ցանկանում է անձնական կյանքը դասավորել։ Ես ցանկացել եմ շարունակել, որովհետև կարծում եմ, որ իմ 5 տարվա աշխատանքը, լինելով ամենաերկար ազգային ժողովի նախագահ պատմության, միակ ազգային ժողովի նախագահ մինչ այս պահը, ով ամբողջությամբ իր ժամկետը աշխատել է, ես կարծում եմ, որ իմ աշխատանքը պետք է շարունակել, բայց նաև գոյություն ունի վարչություն եւ կուսակցություն եւ ես ձեզ նաև այդ հարցազրույցների մեջ պատասխանելիս ասել եմ ոնց կորոշի վարչությունը եւ ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ։ Ձերբակալվել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանը։ Իրավապահները խուզարկություն են իրականացրել գնդապետի Թալինում գտնվող տանը, որից հետո նրան ձերբակալել են։ Գնդապետի ձերբակալությունը հանրային մեծ արձագանք է ստացել։ Ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կատարվածը որակել է խաղաղական հետապնդում հայտարարելով. այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար։ Կարապետյանը հիշեցրել է նաև 2020 թվականի պատերազմից հետո սահմանազատման ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից էր վարվել հայ զինվորի նկատմամբ։ Էդիկ Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծել էր ադրբեջանցի հրամանատարին։ Այդ արարքի համար Մալոյանը հայ հրամանատարության կողմից հեռացվել էր բանակից։ Նարեկ Կարապետյանը զորակցություն է հայտնել մարտական անցյալ ունեցող սպային։ Անլուրջ ու անհիմ Տիգրան Արձաքանցյանն արձագանքել է կնոջ Նատալիա Ռոտենբերգի ոստիկանություն ներկայացրած հաղորդմանը եւ հերքել բռնության մասին լուրերը։ Արձաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնությունը
այդ բառը իրան ընտանիքի հետ, իրեն տիկնոջ հետ չի կարա կապի ու չի էլ կարող կատարի, որտեղ ես միշտ եղել եմ սիրով հարգանքով իմ տիկնոջ հանդեպ, ասեմ, մինչև հիմա։ Արզաքանցյանը նշել է, որ մինչև վերջ պայքարել է, որ իրենք միշտ լինեն երջանիկ, խաղաղ։ Պարզվում է, ես հեռախոսով կարողանում եմ բռնությամբ զբաղվել, նշել է նա։ Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները հնարավորություն կստանան վերականգնել իրենց վկայականները 50,000 դրամ պետական տուրք վճարելով։ Կառավարության այս որոշումը վերաբերում է բացառապես վարչական կարգով զրկված անձանց, մինչդեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով զրկվածների դեպքում այն չի գործում։ Փոփոխությունները նաև սահմանում են, որ վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքն այսուհետ կպահպանվի ոչ թե 1, այլ 2 տարի։ Սա հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի հանգիստ պայմաններում հերթագրվել գործնական քննությունների համար, հատկապես դիմելիության աճի եւ հերթերի կառավարման անհրաժեշտության պայմաններում։ Բացի այդ, սեպտեմբերի 1-ից կվերանայվեն տեսական քննության հարցաշարերը, դրանք կդառնան ավելի մասնագիտացված եւ իդենտիկ յուրաքանչյուր կարգի կամ ենթակարգի համար, որպեսզի վարորդներից չպահանջվեն տվյալ մեքենայի վարման հետ կապ չունեցող գիտելիքներ։ Ռուս-բելարուսական սահմանին անօդաչու թռչող սարքը հարվածել է Մինսկից անապա ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսին։ Ռուսական կողմի պնդմամբ Բրյանսկի մարզում տեղի ունեցած միջադեպի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել վարորդները։ Ուկրաինական կողմն անմիջապես հերքել է Կիևի առնչությունն այս հարձակմանը եւ ռուսական պաշտոնական հաղորդագրությունները որակել որպես սադրանք։ Մոսկվան նախկինում եւս Կիևին մեղադրել է սահմանամերձ շրջաններում քաղաքացիական տրանսպորտը, այդ թվում երեխաներ փոխադրող ավտոբուսը թիրախավորելու համար։ Դամասկոսի կենտրոնական թաղամասերից մեկում դատարանի շենքի մոտակայքում գտնվող սրճարանում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել։ Այս հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, 16 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց ծանր վնասվածքներով։ Դամասկոսի նահանգապետը հայտնել է 1 կասկածյալի հետապնդման եւ ձերբակալության մասին, սակայն հստակ չէ, թե կոնկրետ որ կազմակերպություն է կանգնած տեղի ունեցածի հետևում։ Իշխանությունները պայթյունը որակում են որպես երկրի կայունացումը խաթարելու փորձ, թեև ահաբեկչական որևէ խմբավորում դեռևս պատասխանատվություն չի ստանձնել։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը կարող է սկսվել հուլիսի 18-ին։ Հանդիպումը անցկացվելու է անուղղակի ձևաչափով, սակայն դրա անցկացման կոնկրետ վայրը դեռևս չի բացահայտվում։ Ավելի վաղ Կատարի եւ Պակիստանի միջնորդները Դոհայում առանձին խորհրդակցություններ են անցկացրել Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ Կողմերը հայտնել են դրական առաջընթացի մասին։ Դաղստանում իրավապահները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ, որը զբաղվում էր նավթամթերքի գողությամբ։ Քննության վարկածով հանցագործները նավթահափշտակում էին անմիջապես նավթային հորատ անցքերից, որից հետո այն ուղարկում էին վերամշակման։ 4 մարդ ձերբակալվել է։ Ռոզույքը բարձրացել է Նյու Յորքի խորհրդանիշ հանդիսացող մոտ 450 մետր բարձրություն ունեցող Empire State Building-ի ամենաբարձր կետը եւ բացել մի պաստառ, որի վրա գրված է եղել. «Երբ սիրո ուժը դառնում է ավելի հզոր, քան իշխանության տենչը, աշխարհում խաղաղություն է տիրում»։ Այնուհետև տղամարդը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանց։